Հալելույա։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Ամեն, փառք Աստծուն, միջև կնստենք։ Ուզում ենք օրհնել այսօր մեր քույրերին։ Նախ շնորհավորում ենք ձեզ բոլորիդ այս տոների հետ կապված, սիրելիներ, այս գարնանային տոնի հետ կապված մեր քույրերին, մայրերին, կանանց, աղջիկներին, բոլոր գեղեցիկ սերին այսօր շնորհավորում ենք, օրհնում ենք, ասում ենք, որ դուք շատ գեղեցիկ եք, շատ կարևոր եք այս աշխարհի համար, մեր բոլորի համար եւ Տիրոջ գեղեցիկ գեղեցկուհի ծաղիկներն եք, թող Տերը առատապես օրհնի ձեզ։ Ամեն։ Եվ եղբայրները ասեցին. Ամեն։ Եկեք ծափարենք մեր քույրերին։ Դելավ մի քաշտենք, փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն ամեն մեկի համար։ Հիմա կասեք ինչի համար անընդհատ ասում գարնան տոներ, մարտին չի ասում։ Շուտով կասեմ։ Ասեմ ձեզ սիրելիներ, նախ ողջունում ենք ձեզ բոլորիդ նորից եւս մեկ անգամ աշտարակի կյանքի խոսք եկեղեցում։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար, դու այսօր շատ լավ տեղում ես, ասեմ քեզ շատ կարևոր տեղում ես եւ Աստված օրհնել է քեզ, որ Աստծո տան մեջ ես, ամեն, ամեն։ Մի քիչ որ հեսա խոսքի մեջ գնանք, մի փոքր կանրադառնամ մարտի հետ կապված, որտեղից է ծնվել այդ տոնը, ինչ արմատներ ունի եւ ինչ նշանակություն ունի, եթե չգիտեք, այդ ժամանակ կարծում եմ կհամաձայնվեք ինձ հետ, որ քանի որ մենք հոգեվոր մարդիկ ենք, Քրիստոսի հետ կապ չունի, եկեղեցու հետ կապ չունի, Աստծո հետ կապ չունի, բայց դա նշանակություն չունի, ժողովուրդ ջան, մենք տոնում ենք, այդ տոնը ուղղակի, որ ամբողջ աշխարհը նշում է, մենք էլ այդ ժամանակում ենք նշում։ Փառք Աստծուն, փառք Տիրոջը։ Ուզում այսօր խոսամ կանանց մասին, կանանց քույրերի մասին, հա, մի փոքր ընտանիքներին կանրադառնամ, կնոջ դերը ընտանիքի մեջ, որ կարևոր է, որպեսզի մենք իմանանք, հա, եւ ընդհանրապես ինչ է Աստվածաշունչը խոսում կնոջ մասին, հա, այսօր մի փոքր կանրադառնանք դրան, ուրեմն վերնագիրը այսպես է առաքինի կին, ամեն։ Փառք Աստծուն, Աստված կնոջը տեսնում է որպես առաքինի կին։ Ամեն։ Մի ճանաչված քարոզիչի հարցնում են, ինչ կարծիք ես, եղբայրներ լսեք, կարևոր բան եմ ասում, մի ճանաչված քարոզիչ գալիս են մոտենում են նրան, հարցնում են, ինչ կարծիք ես այս մարդու մասին, ասում է, չգիտեմ, ես դեռ չեմ տեսել նրա կնոջը։ Ճանաչում է այդ մարդուն, շփվում է հետը, կարծիք են հարցնում, դու իր այդ շփվում ես, ասում է, ինչ կարծիք ունես իր մասին, ասում է, ես իր մասին դեռ կարծիք չեմ կարող հայտնել, քանի որ դեռ չեմ ճանաչում, չեմ տեսել նրա կնոջը։ Այսինքն ստացվում է, որ շատ կարևոր է կնոջ դերը, այո, ով է կինը ըստ դրա եւ որոշում է մի փոքր մարդու մասին։ Դա գաղտնիք ձեզ ասեմ, երբ որ ինչ-որ մեկին հովիվ են դնում, անպայման նայում են նրա կնոջը։ Որովհետև շատ մեծ դեր ունի կինը տղամարդու կյանքում, շատ մեծ, որովհետև Աստված էլ այդպես ստեղծեց եւ Աստված էլ այդպես կամեցավ։ Երբ որ նայում ենք կնոջ ստեղծվել է ինչպես եղավ եւ ինչի համար եղավ, դա գրված է եկեք միասին գնանք խոսքի մեջ մի անգամից, հա, որտեղից առաջացավ կինը եւ ինչ դեր ուներ կինը տղամարդու կյանքում։ Ծննդոց 2-րդ գլուխ 18-ից 25-րդ խոսք։ Եթե ուզում ենք տեսնել որտեղից ստեղծվեց կինը, մենք պետք է գնանք սկիզբը, այո, ծննդոցից սկսենք 2-18-ից 25 ծննդոց։ Եվ Տեր Աստված ասաց. լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Սա վերաբերվում է այն մարդկանց, ովքեր միայնակ են։ Աստված ասում է լավ չի, որ մարդը միայնակ լինի։ Նրան մի օգնական շինեն իրան հարմար, իշեք ես բարերը։ Եվ Տեր Աստված
հողից շինեց դաշտի բոլոր կենդանիներին եւ երկնքի բոլոր թռչուններին եւ բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե նա ինչ անուն կտա նրանց։ Եվ Ադամը ինչ անուն որ տվեց, ամեն մի շնչավոր կենդանուն, այդ է դրա անունը։ Եվ Ադամը բոլոր անասուններին, երկնքի թռչուններին եւ դաշտի բոլոր գազաններին անուն դրեց, բայց Ադամին իր նման մի օգնական չգտնվեց։ Պատկերացնում եք, ում մեջ էր Ադամը ման գալիս օգնական։ Հետաքրքիր է, չէ՞ Աստված գործում։ Ասում է լավ չի, որ մենակ մնա մարդը, ու սկզբից ստեղծում է կենդանիների, գազանների, եւ ասում է ընտրիր, անուններ դիր, Ադամը բոլորին անուն է դնում, հետաքրքիր է, չէ։ Ու տեսնում է, որ իրան հարմար ոչ մի բան չկա։ Իհարկե Աստված գիտեր այդ ամենի մասին, հա։ Եվ Տեր Աստված մի խոր քուն բերեց Ադամի վրա, եւ նա քնեց, եւ նրա կողի ոսկորներից մեկը վերցրեց, ու այդ տեղը մսով ծածկեց։ Տեր Աստված Ադամից վերցրեց կողոսկրից մի կին, արարեց եւ նրան բերեց Ադամի մոտ։ Ադամն ասաց. «Սա հիմա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին իմ մարմնից։ Սրան կկոչեն կին, որովհետեւ սա ամուսնուց վերցվեց»։ Դրա համար մարդը կթողնի իր հորը եւ իր մորը եւ կմիանա, կհարի իր կնոջը եւ մեկ մարմին կլինեն։ Նրանք երկուսն էլ, Ադամն ու իր կինը, մերկ էին եւ չէին ամաչում։ Սա կնոջ արարումն է, սիրելիներ, որ հետաքրքիր է, ես մտածում եմ ինչի համար Աստված կարար չէ ոնց Ադամին ստեղծեց, նույն ձևել կնոջը ստեղծեր, Եվային ստեղծեր, բայց քանի որ մեր Աստված ամենագետ, ամենակարող է, կատարյալ է, ինքը այնպես ստեղծեց կնոջը, որ ամուսնուց վերցվեց, որպեսզի մեկ մարմին լինեն։ Եվ Ադամը, տեսեք ինքը խոսում է դրա մասին։ Ահա ոսկոր իմ ոսկորից եւ մարմին իմ մարմնից եւ մենք մեկ կլինենք եւ Աստված ինձ տվեց, Ադամը ասում է, հա, Աստված ինձ տվեց։ Հետաքրքիր է, որ Ադամը լինելով կատարյալ պայմաններում, Եդեմական պարտեզում դեռ մեղք չկար, անեծք չկար, ամեն ինչ կատարյալ էր, ամեն ինչ գեղեցիկ էր, այդ պայմաններում լինելով, անմեղ վիճակում լինելով իդեալական տղամարդ, ամեն օր շփվելով Աստծո հետ, մեկը ուներ օգնականի կարիք։ Մարդը ունի օգնականի կարիք, ամեն։ Եվ դրա համար էլ Աստված ասեց լավ չի, որ մարդը մենակ մնա, եւ ստեղծեց օգնականին։ Բայց կարևոր մի բան, ուզում եմ սա շեշտել, սիրելիներ, որ կինը ընդհանրապես, կին արմատը օգնականը միայն իր ամուսնուն։ Կինը ստեղծված չի ընդհանրապես գլոբալ իմաստով օգնական ամենտեղ։ Սա շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք, որովհետև մարդկանց մոտ յուր կարծիքը, թե կինը, այսպես ասած, երկրորդ, հա, սորթի ինչ-որ մարդ, հա, սենց, հա, մանավանդ մեր երկրներում, չնայած հիմա փոխվում է հագին, փառք Աստծուն, բայց սենց հին մտածելակերպը, որ ընդհանրապես կինը դե կնիկ մարդ է, հա, գյումրեցիները ասում են, կնիկ մարդ։ Բայց Աստված կնոջը ստեղծեց հավասարազոր, ինչպես որ տղամարդուն, ու օգնականը դա ամուսինների մեջ է միայն, մյուս տեղերում բոլորը հավասար են, այդպես չպետք է նայ, որ ես տղամարդ եմ եւ իմ ասելիք այսօր մի քիչ հա քույրերին կբարձրացնենք, հետո մի քիչ կխրատենք, կհանդիմանենք, հետո տղերքին կբարձրացնենք, բալանսավորվենք։ Նենց որ տղեկ չնեղվեք եսա, նենց էլ քիչ եք տնաշելներ։ Ինչա որ քույրերը շատ են եկել էցը։
Լավ պետք է աղոթեք քույրեր ջան, եղբայրների համար։ Այսինքն օգնական հասկացողություն է, ոնց որ օգնական գլուխը տղամարդն է, դա միայն ընտանիքում։ Ոչ մեկ իրավունք չունի ուրիշ ձև նայի կնոջը, հավասարազորը, մարդ հասկացողությունն է, ում Տերը ստեղծել և սիրում է։ Ամեն։ Տղամարդը և կինը ունեն հավասար իրավունքներ, գլոբալ իմաստով։ Ամեն։ Որտև կինը ընդհանրապես տենց չի, կինը դե օգնական է, դե հա երկրորդն է, չգիտեմ էս այն է, չկա տես բան ժողովուրդ ջան, Աստված այդպես չի նայում։ Ու տեսեք, մի փոքր ամուսինների հետ կապված, ինչու՞մ է կայանում կնոջ դերը ընտանիքում որպես օգնական։ Տեսեք, Ադամը ասեցի, չէ, ուներ ամեն ինչ կատարյալ ստեղծված մարդ էր, Աստծո նմանությունով հաջողակ էր, օրհնված էր, հաղթող էր, բոլորը իրան ենթարկվում էին, բնությունը իրան ենթարկվում էր, կենդանական աշխարհը իրան ենթարկվում էր, հա, եւ որն էր լավ ստեղ օգնական լինելու դերը կնոջ կողմից, տեսեք, ինչ էր պակասում Ադամին, պակասում էր մի բան, որ մեկը մի մարդ իր կողքը Ադամին կտա ճիշտ գնահատական, կբարձրացնի Ադամին, կբարձրացնի մարդուն, կտար ճիշտ գնահատական, կասեր, իս ինչ լավն ես դու, իս ինչ ուժեղ ես դու Աստծու նման ես, գիտես, Աստված քեզ իրա նման է ստեղծել, դու մեկն ես, որ կարաս անես, դու մեկն ես, որ ունակ ես շատ բաներ անելու, Աստված քեզ կատարյալ է ստեղծել։ Այս օգնականը գիտեք նես չեն, որ Եվան ստեղծված էր ճաշ եփելու համար, հա, տները մաքրելու համար, սրա մասին չի խոսքը ժողովուրդ ջան։ Եդեմական պարտեզում տուն չկար, Եդեմական պարտեզում ճաշ պատրաստելու կարիք չկար, ամեն ինչ տրված էր, իրանք բույսերը, բանջարեղենը մրգերից օգտվում ապրում էին այդպես։ Փոշեկուլով հա գործ անելու, արդյունք անելու չկար, շոր լվալու իրանք մերկ էին, շոր չկար, տները մաքրելու կարիք չկար, բայց ինչու՞մն էր կայանում լավ Եվային, որպես օգնական լինելը, կայանում էր նրանում, որ ճիշտ գնահատական տար Ադամին, որ բարձրացներ Ադամին, որ իրա կողքը լիներ, որ ինքը զգար, որ իրա կողքը մեկը կա։ Ամեն։ Ինչի համար եմ ասում, քույրեր ջան։ Եվ նաև եղբայրներին իհարկե վերաբերվում է։ Կինը նրա համար չի, որ այդ կենցաղային հարցերով զբաղվի։ Իհարկե անում է փառք Աստծո, մեր հայ կանանց համար բոլորն էլ անում են, սիրով անում են, բայց խնդրում եմ եկեք չմտածենք, որ կինը ստեղծված է ուղղակի այդ կենցաղային մասերը անելու համար, հարթուկը, շորը եւ այլն, այլ օգնելու, բարձրացնելու եւ սիրո մեջ ապրելու համար, ամեն։ Կինը ունի սիրելիներ իշխանություն, արտոնություն, իրավունք արժեքավորելու, գնահատելու իր ամուսնուն։ Կնոջը տրված է այդ իշխանությունը, արժեքավորի, բարձրացնի, գնահատի եւ օգնի իր ամուսնուն, ամեն։ Տեսեք, տղամարդը եւ կինը ստեղծված են իրարից շատ տարբեր։ Ստեղծված չեն, որպեսզի այդքան տարբեր են իրար հետ կռվեն, իրար հետ վիճեն, իրար չհասկանան, այլ տարբեր ստեղծված են, որպեսզի մեկը մյուսին լրացնի։ Այնինչ չունի տղամարդը, ինչ չի կարող անել, կինը լրացնի, նույնը հակառակը։ Ամեն։ Գիտեք, ես մի փոքր դեմ եմ, որ ասում են ուժեղ եւ թույլ սեռ։ Ինձ համար անկեղծ ասած կանայք ավելի ուժեղ են։ Ոչ թե ֆիզիկապես, տեսակ աննանիշ լավ։ Ինքը կհասկանա, Տերը օրհնի քեզ քույրս։ Այսօր ինքը համ մամայա, համ պապայա, իր երեխաները իր տանը մեջ։ Իրոք սես տղեկ համաձայն չեք։ Չէ ձեզ չեմ գցում, բայց տենց է, իրոք ուժեղ մարդիկ են կանենք։ Հոգեբանորեն շատ ուժեղ են իրենք։
Սենց ֆիզիկապես այո տրված է մեզ այդ ֆիզիկական գործը անելու, բայց իրանք հոգեբանորեն եւ նաեւ բնավորությունով շատ ուժեղ են։ Փառք Աստծուն։ Եվ Աստված ստեղծել է տարբեր, որպեսզի մեկը մյուսին լրացնի ժողովուրդ ջան, ոչ թե իրար հետ տարաձայնություններ ունենան, իրար հետ խնդիր ունենան, չնայած գիտեք ցավոք սրտի մեղքից հետո, երբ որ մեղքը մտավ աշխարհ, մեղքը մտավ մարդկության մեջ, շատ բաներ խախտվեց այստեղ։ Շատ բաներ խախտվեց եւ այսօր ընտանիքները շատ հաճախ ամուսնալուծվում են, բաժանվում են, որովհետև ասում են, դե իրար չհասկացանք։ Առաջ այդպես չէր, շատ քիչ էր, ստատիստիկան ես նայեցի, վերջի 30 տարում, տեսեք, մեր երկրում մանավանդ շատացել է դա, ցավոք սրտի, երբ որ մենք առաջ լսում էինք, որ Ռուսաստանում, չգիտեմ, եվրոպական երկրներում այսպես հաճախ ամուսնալուծվում են, հա, բաժանվում են, դա մեր համար զարմանալի էր, բայց ես նայեցի 30 տարի առաջ Հայաստանում ամուսնությունների բաժանումների տոկոսը կազմում է 2-ից 3%։ Այսինքն 100 ամուսնացածներից 2-ը կամ 3-ն են բաժանվում։ Հիմա դարձել է գիտեք ինչքան 20-ից 25%։ 10 անգամ բարձրացել է։ Այսինքն 100 ամուսնացածներից 20-ից 25-ը նորից բաժանվում են։ Գիտեք, կարող է լուրջ պատճառներ լինում, ես չեմ ուզում հիմա դրա մեջ խորանամ, կարող է լուրջ պատճառներ լինի։ Բայց երբ որ նայում ես պատճառները այնքան կենցաղային, այնքան ստից բաների համար, ժողովուրդ ջան, հա, հասարակ բաների համար ուղղակի զարմանում ես։ Այո, ես դեմ չեմ, կարա լուրջ լինի, ընտանիքում, կարա լուրջ լինի։ Բայց ըստ Աստվածաշնչի Տերը Աստված խոսում է թույլ է տալիս միայն դավաճանության դեպքում։ Էն էլ ասում է, եթե չես կարող։ Չի ասում պարտադիր։ Ասես մի հատ ուրիշ ծայրահեղություն էլ կա։ Հենց դավաճանեց, պարտադիր պետքա բաժանել։ Չէ, եթե կարաս ների։ Եթե կարաս փոխի։ Բայց մնացած բոլոր դեպքերում քրիստոնյաներին եմ ասում, կարևոր է պայքարել ընտանիքի համար, աղոթել ամուսնու համար, մինչև վերջ կանգնել։ Որովհետև նաև շատ տեսել եմ դեպքեր, որ կինը կարողացել է, դիմացել է եւ իր ամուսնուն վերջապես բերել է եկեղեցի։ Ասեմ, որ ես էլ որ եկել եմ եկեղեցի, իմ կինը պատճառ եղել, կինս եկել է եկեղեցի, հետո աղոթել է իմ համար, նոր ես եկել եմ։ Այսինքն ընտանիք ինստիտուտը, ընտանիք համակարգը Աստծո համար շատ կարևոր է եւ Աստված շատ մեծ ուշադրություն է դարձնում եւ ասեմ, որ մեծ ուշադրությունը մեծ բան է կախված կնոջից ընտանիքի մեջ։ Ամեն ինչ չեն գցում կնոջ վրա, բայց շատ մեծ բան կախված է ուրեմն կնոջից, ամեն։ Որովհետև տեսեք, սատանան իմանալով սա մեծ հարձակումներ է գործում ընտանիքի վրա։ Եվ ուզում է հա ստի միջոցով, կռիվների միջոցով այդ բաժանումները բերի։ Ցավոք սրտի, այսօր որ նայում ես գլոբալ աշխարհում, շատ երկրներ ուղղակի ընտանիք հասկացողություն չկա։ Վերջերս մի հատ բան էի նայում YouTube-ով, մի հատ գյուղ կա Ճապոնիայում, երբ որ մի հատ հարսանիք էր ընդ տեղի ունեցել, ամբողջ գյուղը խառնվել էր, ու ասում ենք ինչ ա եղել, ասենք ինչի համար է ասես մեծ ձևով տոնում, պարզվում է, որ վերջի 20 տարում դա առաջի հարսանիքն է։ 20 տարի այդ գյուղում հարսանիք չէ եղել։ Իրանք ուղղակի չեն ամուսնանում։ Իրանց համար ընտանիք հասկացողություն չկա։ Իրանք չեն պարտավորված չեն զգում, որ պետքա ամուսնանան, պետքա ընտանիք կազմեն, պետքա սերունդը, հա, ուրեմն շարունակվի, չկա տենց բան։ Իրանք ամեն մեկը իրենց համար ապրում է։ Եվ սա տարածվում է ամբողջ աշխարհում։ Կամ մի ուրիշ տարօրինակություն։ Մարդիկ իրար հետ ապրում են,
ասում են ապրենք տենանք ոնց է, հետո կամուսնանա։ Նա տեսնում ես իրանց բոյի երեխեք ունեն հարսանիք են անում նոր ամուսնանում, չգիտեմ 20 տարի հետո։ Այսինքն սատանան ամեն ինչ անում է սիրելիներ, որպեսզի ընտանիք հասկացողությունը, ընտանիք ինստիտուտը վերացնի։ Որովհետև իրականում ընտանիքը ուժեղ բան է եւ երբ որ մարդը ընտանիքով ծառայում է Աստծուն, շատ ավելի մեծ գործ է կարող անել Աստծո մեջ, ամեն։ Մնացած ընտանիքի հետ կախված թողենք ընտանիքի տոնին, անցնենք կանանց։ Հալելույա, փառք Աստծուն։ Ամեն։ Որտեղից ծնվեց, ստեղծվեց այս տոնը, որտեղից առաջացավ, ժողովուրդ ջան, երբ որ նայենք մենք օրինակ 200 տարի առաջ կինը դարձել էր այսպես ասած, չգիտեմ հայերենով ձևակերպեմ, երկրորդ սորթի մարդ եւ կնոջ անընդհատ գալիս էր կնոջ կյանքում ճնշում, բռնություններ, անարգանք, տղամարդկանց կողմից եւ 1857 թվականին Նյու Յորքում սկսվեց մի շարժ, որ կանայք ոտքի կանգնեցին եւ որոշեցին բունտ անել, ըմբոստություն անել այս վիճակի դեմ, որ կանայք նույնպես ունեն հավասար իրավունքներ։ Եվ այս ըմբոստությունը ամբողջ աշխարհում տարածվեց, հասավ մինչև Գերմանիա, Եվրոպա, հետո եկավ Սովետական միություն, արդեն հետագայում, երբ որ Սովետական միությունը եկավ, բայց մարտի 8-ը ստեղծվեց 1917 թվականին գերմանացի մի կին, Կլարա Ցետկինան, ինքը հավաքեց կանանց մի խումբ, իրանց հետ վերցրեց եւ ասեց չի կարելի կանանց իրավունքները, չարաշահել, կանանց իրավունքները խախտել ու վերցրեցին մի մեծ պայքար սկսեցին, պատկերացնում եք կանանցով դուրս եկան փողոցները, փակեցին եւ մեծ բունտ եղավ, մեծ ըմբոստություն եղավ եւ ասեցին մենք նույնպես ուժեղ ենք, մենք նույնպես մեծ իրավունքներ ունենք, մենք նույնպես կարևոր ենք, մենք ոչ մի բանով տղամարդկանցից պակաս չենք եւ Սովետական միությանը կոմունիզմին շատ դուր եկավ, որտեղ կոմունիզմը ի սկզբանե ինչ էր քարոզում հավասարություն, դեմոկրատիա, ժողովրդավարություն եւ մեծ շարժ եղավ եւ նրանց մոտ ստացվեց եւ դա այս մարտ ամսվա սկզբներին էր, երբ որ նրանց մոտ ստացվեց, իրանք կարողացան կանայք կարողացան փոխել աշխարհը, կանայք կարողացան փոխել տղամարդկանց մտածելակերպը եւ ընդունեցին իհարկե կոմունիզմը Աստծուց շատ հեռու է դրա համար ես չեմ ընդունում որպես մարտի 8 բայց որ կանայք պետք է իրավունքներ ունենան եւ կանանց իրավունքները չպետք է չարաշահել խախտել դրան ամբողջությամբ համաձայն եմ ամեն եւ այս տոնը ուրեմն որոշվեց եւ մարտի 8-ին դրվեց կանանց միջազգային օր եւ հետո շատ մեծ տարածում ունեցավ ամբողջ Եվրոպայում, Հունգարիայում, Շվեդիայում, ես նայել եմ շատ մեծ այսպիսի շարժ եղավ եւ կանայք եկան ու հավասարվեցին տղամարդկանց։ Եթե հիշում եք կոմունիզմին սովետական տարիներին, ես երեխա եմ, բայց հիշում եմ որ գործարաններում ամենտեղ թե ստեղ էս գյուղերում այդ կոլխոզներում ասացի կանայք աշխատում էին, իսկ այն ժամանակ կանայք իրավունք չունեին, աշխատեին տնից դուրս գային տղամարդը բերեր, աշխատեր, ոնց որ սենց ծառայի կարգավիճակ լիներ կանանց մոտ, որը հիմնականում հիմա նկատվում է ծայրահեղ մուսուլմանական, մահմեդական երկրներում։ Այսինքն ծայրահեղությունները, որ կինը եսի մով է, ասենք, չգիտեմ, իրանց կարող է այն ժամանակ այդ տղամարդու ձին ավելի կարևոր լիներ, քան թե կինը։ Չնայած հիմա էլ տղամարդիկ կան իրանց ավտոն ավելի թանկ, իրանց ավտոն ավելի շատ փող են ծախսում, քան թե իրանց կնոջ։ Դե սատանան չարը ասես ծայրահեղություններ է բերում միշտ։ Ու խաթարում է այս գեղեցիկ
փոխհարաբերությունը, որ Աստված ստեղծել է տղամարդու եւ կնոջ մեջ։ Եվ սենց մարդիկ չիմանալով Աստվածաշունչը վերցնում ասում են ես տան գլուխն եմ, ես եմ ասում, որ ինչից հետո լինի։ Առանց իմանալու տեղը, բայց մենք հեսա տեղերը կկարդանք եւ կբալանսավորենք։ Սիրել Աստված ամեն ինչ ստեղծել է հավասարակշռված, բալանսավորված։ Աստծո մոտ ծայրահեղություններ չկան, Աստծո մոտ տարբերություն դնել չկա։ Աստված ասում է անաչառ Աստված է, աչառություն չի դնում։ Եվ Պողոս առաքյալը կգրի, որ Քրիստոսի մեջ արու եւ եք չկա։ Քրիստոսի համար Աստծո զավակ ենք բոլորս։ Ժողովուրդ ջան։ Եվ սա մենք շատ լավ պետք է հասկանանք ու մտածենք սրա շուրջ։ Ամեն ծայրահեղություն ստեղծված է չարի կողմից, որպեսզի ստեղծի կռիվ, բաժանում, վեճ, իսկ Աստված ամեն բան ստեղծել է հավասարակշռված, որպեսզի ամեն փոխհարաբերություն լինի ներդաշնակ եւ գեղեցիկ, որպեսզի օրհնությունն էլ գա։ Ամեն։ Եվ եկեղեցում նույնպես, սիրելիներ, ամեն բան պետք է լինի ներդաշնակ, Աստծո կողմից ստեղծված, գեղեցիկ, հավասարակշռված, բալանսավորված, ցանկացած փոխհարաբերություն եղբայրների եւ քույրերի մեջ։ Ամեն։ Եղբայրները չպետք է մտածեն, որ բարձր են քույրերից, եւ քույրերն չպետք է մտածեն, որ իրանք ցածր են կամ իրանք չգիտեն։ Մյուս ծայրահեղության հեսա գնանք, լավ։ Երբ որ այս մարդիկ, հա, այդ ըմբոստությունը արեցին, այդ բունտը արեցին, կանանց բերեցին, հավասարեցրեցին տղամարդկանց, եւ մենք ասում ենք, դե լավ, հա, ոչինչ, նորմալ է։ Բայց երբ որ գալիս է մյուս ծայրահեղությունը, երբ որ կինը վերցնում է ղեկը իր ձեռքը եւ կինը մտածում է, որ ինքը այսօր կարա ավելի կարևոր լինի։ Եվ մենք այսօր տեսնում ենք տենդենս, որ աշխարհը գնում է դեպի դրան։ Ցավոք սրտի, որը նույնպես Աստծուն հաճելի չի եւ Աստծո դուրը չի գալիս։ Սա մի ուրիշ ավելի վատ ծայրահեղություն է, երբ որ կինը սկսում է մտածել, որ ինքը դառնա դոմինանտ, վերահսկի, ինքը որոշումներ կայացնի, մանավանդ այս աշխարհում, երբ որ բոլորը կարողանում են գումարներ աշխատել, եւ երբ որ լինում է այնպես, որ հանկարծ կինը սկսում է ավելի շատ գումար աշխատել, քան իր ամուսինը, եւ հանկարծ ստացվում է այնպես, որ կինը ավելի լավ մեքենա է քշում, քան իր ամուսինը, ստեղ տեղերը փոխվում է։ Այսա ավելի վատ է։ Սա մի ուրիշ ծայրահեղություն է, որից մենք պետք է ուրեմն հեռու մնանք, ժողովուրդ ջան։ Գիտեք, իրականում մարդը իր էությունով ստեղծված է իշխելու համար։ Եվ բոլորը չգիտես ինչի ուզում են իշխել։ Բայց երբ որ տեղերը խառնում են, երբ որ կինը ասում է ինձ հավասար իրավունքներ ա տրված եւ այլն, ու մի հատ sense քարոզել լսում են, որ տեսար հովիվը ասեց, որ մենք հավասար ենք, հանկարծ ինքը տեղ գլուխ է բարձրացնում։ Եվ հանկարծ կինը ուզում է ինքը ավելի երևա, ավելի դոմինանտ լինի, դա իր ներսից է գալիս։ Բայց մենք, որպես Աստծո ժողովուրդ, պետք է այս բալանսը պահենք, ժողովուրդ։ Շատ շատացել է հիմա աշխարհում այդ բանը։ Կանայք հիմա ավելի են դառել, ավելի հարուստ են դառել, ավելի sense ճոխություններ սիրող են դառել։ Եվ ուզում են ամեն բան հա իրանց շուրջը պատտվի, իրանք լինեն կենտրոնում, չգիտեն ինչ։ Եվ սա, նորից կրկնում եմ, մի ուրիշ ծայրահեղությանը, որը նույնպես տանում է անկման, որը նույնպես տանում է այդ բաժանումներին։ Այո, կարելի է ակտիվ լինել, կարելի է նախաձեռնող լինել կանանց, բայց կենտրոնում լինի տղամարդը, տղամարդուն օգնելու համար։ Առաջ չընկնես երբեք։ Առաջ չընկնես։ Ճիշտ է ասում են, մի քիչ էլ դե տղամարդուց է գալիս, լավ, եթե տղամարդը ասես մի քիչ
բանա, հանգիստ է եւ այլ, բայց կապ չունի։ Սկզբից ես կարդացի։ Օգնական, որպեսզի բարձրացնի իր ամուսնուն։ Քույրերը օգնական, որպեսզի եկեղեցուն բարձրացնեն եղբայրներին։ Որպեսզի Աստված էլ խառնվի եւ օրհնի։ Ամեն։ Ամեն փառք Աստծո։ Չպետք է երբեք խառնենք տեղերը։ Միտեղ նայենք Աստծո խոսքից Եփեսացիների 5-րդ գլուխ 21-ից 25-րդ խոսքը։ Քրիստոսի երկյուղով միմյանց հնազանդ եղեք։ Ամեն։ Մեկը մյուսին հնազանդ եղեք Աստծո երկյուղով, ժողովուրդ ջան։ Այսի ոնց է պակասում։ Կանայք, ձեր ամուսիններին հնազանդվեք, ինչպես Տիրոջը մեծատառով է գրած։ Ամուսինը կնոջ տերը չի, Աստվածն է տերը։ Ամեն։ Բայց ասում է ինչպես դու վերաբերմունք ունես Տիրոջը, այդպիսի վերաբերմունք ունեցի քո ամուսնուն, որովհետև ամուսինը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսն է, եկեղեցու գլուխն է, եւ ինքն է մարմնի փրկիչը։ Եվ ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք իրենց ամուսիններին ամեն ինչում թող հնազանդ լինեն։ Ամեն։ Կասես, բայց հիմա մեզանից հեռու էլի ամուսինը տեղում չի։ Ոնց իրան հնազանդ լինեն։ Բայց շարունակություն կա, որ ամուսիններին էլ բան ասում, ժողովուրդ ջան։ Ամուսիններ, սիրեք ձեր կանանց։ Ինչպես որ Քրիստոսն էր եկեղեցուն սիրեց եւ իր անձը նրա համար մատմեց։ Տեսեք Աստված ինչ գեղեցիկ բալանսավորում է։ Եկեղեցին մենք որպես մեկ մարմին, գիտեք չէ, որ Քրիստոսի հասն է։ Ինքը փեսան է։ Մենք հնազանդվում ենք Քրիստոսին, որպես մեր գլուխ։ Ամեն։ Եվ օրինակաբերում ասում է կանայք հնազանդվեք ձեր ամուսիններին այդպես, բայց այն դեպքում, երբ որ ամուսինն է ձեզ սիրում է այդպես, ինչպես Քրիստոսն է սիրում եկեղեցուն։ Գիտեք չէ Քրիստոսը մեզ ինչքան շատ է սիրում։ Որպես մեկ մարմին, ձեր ուշադրությունը այստեղ թող լինի։ Որպես մարմին Քրիստոսը շատ սիրում է իր եկեղեցուն, իր հարս եկեղեցուն եւ շուտով գալու է իր հարս եկեղեցու հետևից։ Ամեն։ Ամեն։ Եվ ամուսիններն էլ պետք է այդ սերը ունենան։ Այսինքն պետք է ճանաչեն Քրիստոսի սերը, ինչպիսի սեր ունի Քրիստոսը իր եկեղեցու հանդեպ, այնպիսի մեծ սեր, որ իր կյանքը զոհեց, անձնազոհ սեր ունի։ Այլ երբ որ ամուսինները այսպիսի սեր կունենան իրանց կանանց հանդեպ, այն ժամանակ նոր կարող են պահանջել, որպեսզի կանայք էլ հնազանդվեն իրանց։ Որովհետև հանկարծ տեսնում ես վերակացել տղամարդը տենց քնից ցերեկվա մեկին ոչ աշխատում է ոչ բան, կինը գործից հոգնած գալիս է, այդ մարդը իջել է բակում բլոտ է խաղացել ընկերների հետ, գարը ջուր է խմել, ու կինը եկել է ու սպասում է, որ այդ կինը իրան հնազանդվի։ Եղբայր տես չի կարող լինի։ Այսինքն դու ինչ ես արել այդ կնոջ համար։ Որն է սերը, ինչպես է դրսևորվում սերը։ Ընկերների հետ, հա, նարդի խաղալով, չգիտեմ, պարապ մանգալով ու հետո մենակ այդտեղը գիտեք, չէ Աստվածաշնչից։ Եկեղեցում չասեցիր հնազանդեմ, լսի բա դու չասեցիր Տեր եմ։ Ինչով ես Տեր, որ ուղղակի իր ամուսինն ես դրանով ես Տեր։ Տեր լինել ինչ է նշանակում։ Պահել, պաշտպանել, սիրել, օգնել, հոգ տանել, այո։ Եվ այդ սիրել ասացի մեջ ինչքան մեծ բաներ կա, որովհետև տեսեք ինչպես է սիրում մեզ Քրիստոսը։ Ինչպես է սիրում մեզ Քրիստոսը ժողովուրդ։ Մեր համար հոգ է տանում, ամեն, մեզ օգնում է, մեզ օրհնում է։
մեզ սրբում մաքրում է։ Մեզ համար խոսքը ամեն ժամանակ բարեխոսում է։ Քրիստոսը Հայր Աստծո մոտ ամեն ժամանակ բարեխոսում է իր եկեղեցու, իր հարց եկեղեցու, իր ժողովրդի համար։ Եվ օրինակը պետք է լինի Քրիստոսը։ Ինչպես է Քրիստոսը վերաբերվում իր եկեղեցուն։ Եղբայրներ ջան, եւ մենք այդպես վերաբերվենք մեր կանանց։ Եվ այդ ժամանակ նոր կարող ենք պահանջել, որպեսզի կանայք էլ հնազանդվեն մեզ։ Եվ այստեղ գալիս է այդ հավասարակշռված, այդ բալանսավորված վիճակը։ Եվ այդ դեպքում, երբ որ մարդիկ կապրեն Աստծո խոսքով, մարդիկ ուղղակի չեն գնա եկեղեցի ամուսնանան եւ դա լինի ուղղակի սովորական ծիսակատարություն, այլ պատասխանատվություն կվերցնեն այս ամեն ինչի համար, այդ ժամանակ վստահ եմ, որ ընտանիքներում բաժանություն չի լինի։ Այո, կարող է լինի առօրյա վեճեր, թե ինչ-որ խնդիրներ իրար չհասկանան եւ սա նորմալ է։ Բոլորիս մոտ էլ պատահում է։ Բայց երբ որ բանը հասնում է կռիվ, վեճ, չգիտեմ, կոպիտ ասած գալմաղալին ու ամբողջ, չգիտեմ, երկու կողմի ազգականները ցեղը իմանում են ու դառնում է մի կաթիլ մեղրի պատմությունը, հետո ասում են, բա ինչ եղավ, ինքը սենց ասեց, լսեք, պետք է կարողանանք այո, ժամանակին լռել։ Դրա համար փառք Աստծո մեր եկեղեցում կա ծառայություն նախամուսնական զույգերի, որ երբ որ մարդիկ պետք է իրար հետ ամուսնանան, երիտասարդները գնում են եւ դասընթացներ են անցնում։ Սովորացնում են Աստվածաշնչով, Աստծո խոսքով, ինչպես պետք է ուրեմն ամուսինները վարվեն եւ կանայք ամուսինները մեկը մյուսի հետ։ Որպեսզի թույլ չտան, ասեք թույլ մի տվեք սատանան մտնի փոխհարաբերությունների մեջ, ընդհանրապես մարդկային փոխհարաբերությունների մեջ, թե եկեղեցում, թե տանը, թե ամեն տեղ։ Ինքը երբ որ փոխհարաբերությունները քանդում է, այդտեղ լինում է բաժանություն, կռիվ, վեճ, պատերազմներ։ Ամեն։ Փառք Աստծո, փառք Հիսուսին։ Ինձ այնքան է դուր գալիս, որ Հիսուս այսպիսի վերաբերմունք ունի մեր հանդեպ։ Աստված այդպիսի վերաբերմունք ունի, երբ որ նայում ես, կարդում ես երկերքոցը, ինչ գեղեցիկ այնտեղ նկարագրում է իր սիրելիի մասին։ Եվ սա օրինակ է թե մարդկային փոխհարաբերության եւ նաեւ օրինակ է ժողովուրդ ջան եկեղեցու փոխհարաբերության, որպես փեսա Հիսուս Քրիստոս։ Ամեն, սա շատ կարևոր է։ Եվ որ ամենքը իրաց տեղում են լինում է օրհնված եւ երջանիկ ընտանիքներ։ Բայց մենք գիտենք ժողովուրդ ջան, որ շատ բաներ կախված է կնոջից։ Որովհետև Աստվածաշունչն այդպես ասում։ Մենք ձեր վրա պատասխանատվություն չենք գցում, բայց կարդում ենք Աստվածաշունչը։ Սկսեցինք։ Մի քանի տեղ, վերջի մի քանի տեղը Աստծո խոսքից կարդանք կանանց մասին, եւ ով կարող էր կանանց մասին ավելի լավ խոսալ, քան Սողոմոն իմաստունը, ով ուներ 1000 կին, ուներ 300 կին եւ 700 հարճ։ Եվ շատ Սողոմոն իմաստունը գիտեք, որ առակներ ինքն է գրել, առակած գիրքը, շատ խոսում է կանանց մասին, եւ սկսենք առակած 12-4-ից։ Հենակ չկորի։ Առակած 12-4։ Առաքինի կինը իր մարդու պսակն է, իսկ ամոթաբեր կինը նրա ոսկորների մեջի փտության պես է։ Ստեղ ոնց է գրած։ Նախատինք բերողը իմ մոտ գրածա ամոթաբեր կինը, ոսկորների փտություն։ Այսինքն մարդը կարա հիվանդանալ այնպես, եթե կինը առաքինի չլինի։ Չէ, կանանցից է կախված, հաջորդը։ Առակաց 19-14։
տունը եւ ստացվածքը ժառանգություն է հայրերից, բայց իմաստուն կինը Տերիցն է։ Հենց որ եղբայրներ Տիրոջից եք ստացել, Փառք Աստծուն։ Մենք գոհ ենք, չգիտեմ։ Հələ տուն եմ գնալ։ Իմաստուն կինը Տերիցն է։ Հալելույա։ Դրա համար ասում ենք եկեղեցում ամուսնացեք, եղբայրներ։ Իմաստուն կանայք եկեղեցում շատ են։ Դրա համար ասում ենք եկեղեցուց ամուսնացեք, դրսից մի ամուսնացեք։ Մեր երիտասարդներին էլ է վերաբերվում։ Շատ տեղեր կա, բայց շատ չեմ կարդա։ Առակաց 27:15 Անդադար ծլծլոցը անձրևոտ օրը եւ կռվասեր կինը իրար նման է։ Հետ չնայես անդուր։ Բայց տեսեք ինչ լավ օրինակ ա բերում, ոնց է դուրս գալ։ Եղել է որ անձրևակալի պարկել ես քնելու, ամառը պետքա լուսամուտը բաց թողես, ուզես ծլծլոց ա գալու։ Մի հատ սենց չգիտեմ, թիթեղա ժեշտա, սենց ծլծլի ձենը գալիս ա, ու չի թողում քնես։ Ասում այն անձրևոտ օրը, այդ անդադար ծլծլոցը անձրևոտ օրը եւ կռվասեր կինը իրար նման է։ Կռվասեր, կռվալ արա գրացել, չէ կռվասեր։ Մարդը կռվասեր ըմնի, այ մարդ։ Կանեի, որ հատուկ սենց ոնց որ, որտեղից են։ Որտեղից, որտեղից վեճերը ձեր մեջ։ Դες մի հատ քարոզում եմ, որ կխոսեմ։ Որտեղից է։ Միտեղ բաց թողում է եղել։ Շատ խոսացող կռվասեր կանայք կա, չէ։ Ես գիտեի շատախոս ա գրած, բայց կռվասեր ա գրած, լավ բարձան։ Առակաց 11:22 Ինչ որ է մի ոսկի օղակը խոզի քթին, այն է գեղեցիկ կինը, որ խոհեմություն չունի։ Ինչ լավ օրինակներ ա վերում, ոնց ա դուրս գալու։ Լսնո խոզի քթին ոնց որ մարդու մտքով դες բաներ չի անցնում։ Խոզի քթին ոնց որ սենց ոսկե օղ գցես, կսիրուն անա, չէ, ինչ իմաստ ունի խոզի քթին, սիրուն ոսկի օղ գցես, մի հատ չէ միջը բռասլետ գցես ձեր, կամ մի հատ սենց ցեպ գցես։ Միտք չունի ընդհանրապես։ Ասում է այն է մի գեղեցիկ կինը, որ խոհեմություն չունի։ Ժողովուրդ։ Ներսի գեղեցկությունը ասեք, որ ավելի կարևոր է։ Այսօր տղեկը այդից խափնվում են դրսի գեղեցկությանը, ու 3 ամիս չեն կարող իրար հետ ապրել, որտեղ այդ գեղեցկությունը մի օր անցնում է։ Մենք մեծանում ենք, մարմնի մեջ ենք, վերջես մարմինը, հա, մեծանում է, հա։ Տարբեր բաների է, հա։ Տարբերի փոփոխություն է տեղի ունենում։ Բայց որ ներսի գեղեցկությունը կա, ոչ տարիք, նշանակություն ունի, ոչ հարուստ, ոչ աղքատ, ամեն։ Շատ կարևոր է ժողովուրդ ջան, քույրեր ջան, ներսի գեղեցկություն այսօր դա է գնահատվում, որովհետև ասեմ ձեզ, իմաստուն տղամարդիկ է, երբ որ կին են ընտրում, ներսի գեղեցկությանն են նայում առաջին հերթին, շատ կարևոր է, բնավորությունը, այո, այդ ներսի գեղեցկությունը ասածը գիտենք, որ բնավորությունը։ Ճիշտ առաջի հայացքից բան հրապուրանքը դրսից է, բայց վերջը շփվում են իրար հետ։ Եվ մնայուն է, ներսի գեղեցկությունը մնայուն է ժողովուրդ ջան։ Փառք Աստծուն։ Եվ վերջի տեղը Առակաց 31-րդ գլուխ, ամենավերջի գլուխն է առակների, հետաքրքիր է, որ այստեղ է այսքան գրվել կնոջ մասին, ես 10-րդ խոսքից եմ կարդալու, բայց այնտեղ տեղեր կա, բաց թողում եմ արել, կարևոր տեղեր ընտրել եմ առաքինի կնոջ մասին։ Առաքինի կին, ով կարող է գտնել, նրա գինը գոհարներից շատ ավելի է։ Նրա վրա վստահ է իր ամուսնու սիրտը և ավարի կարիք չի լինի։ Նա իր կյանքի բոլոր օրերին նրան բարիք կբերի և ոչ թե չարիք։
Նա իր ձեռքը պարզում է աղքատին և ձեռք մեկնում կարոտյալին։ Կինը կարող է դա անել։ Զորությունն ու պատիվն են նրա զգեստը և ուրախ է հետագա օրերի համար։ Եսեք ինչքան սիրուն է նկարագրում, ասում է պատիվն ու զորությունն են նրա զգեստը։ Այսօր չէ կանայք, մերոնք չէ, դրսում, մի հատ շորիկի համար, չգիտեմ ինչերի են ընդունում։ Իրանք կարծում են, թե որ սենց շատ գեղեցիկ հագնվեցին, շատ թանկարժեք հագնվեցին, թանկարժեք զարդեր ունեցան, դրանով կարող են ինչ-որ դատարկ տեղ լրացնել։ Ու սենց իրանք մտածում են, թե իրանք ամեն տեղերը լրացրել են, բայց ամենակարևոր տեղը մնում է դատարկ։ Եվ դրա համար էլ տեղի ունենում շատ վտանգավոր բաներ։ Բայց Աստվածաշունչը ինչ է սովորացնում, զորությունը ու պատիվն է նրա զգեստը։ Այնքան լավ է, որ կինը զորավոր է։ Այնքան կարևոր է, որ պատիվը տեղն է։ Էլ ուրիշ բան աշկիտ չի երևում։ Փառք Աստծուն։ Փառք Աստծուն մեր եկեղեցու քույրերը։ Նրանք զորավոր են եւ իրաց պատիվը պահում են։ Ես Աստծուն շնորհակալություն եմ հայտնում այս եկեղեցու զորավոր քույրերի համար։ Որ քեֆս բերում է։ Հալելույա։ Տեսեք շարունակությունը եւ ուրախ է իր հետագա օրերի համար։ Լսի քույրս, եթե այսօրվա օրերը դժվար են, բայց զորությունը պատիվը հագել ես, ուրախ եղի քո հետագա օրերի համար։ Տերը քո համար զորավոր բաներ ունի պատրաստած։ Ամեն։ Չմտածես, որ այսօր դժվար է տենց մնալ։ Զորություն ու պատիվ հագի։ Կտեսնես Տերը ոնց կբարձրացնի եւ կօրհնի քո կյանքը։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Տեսեք, նա իր բերանը իմաստությամբ է բացում եւ նրա լեզվի վրա բարության ուսուցում կա։ Լեզվի վրա բարության ուսուցում կա։ Երանելի ասա։ Սուտ է վայելչությունը եւ ունայն գեղեցկությունը։ Այն կինը, որ երկյուղում է Տիրոջից, կգովաբանվի։ Ամեն։ Սուտ է վայելչություն ասում։ Եվ ունայնա գեղեցկությունը, ով որ Աստծուց վախում է, Տերը նրան էլ կգովի։ Ամեն։ Ով որ Աստծուց երկյուղ ունի, ով Աստծուց երկյուղ ունի, իմաստություն կստանա, որտեղ խոսքը ասում է իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։ Եվ որ Աստծուց երկյուղ ունի, Տերը նրան կգովի։ Ամեն։ Արուջան խնդրեմ դաս։ Եվագես վերջացնում ենք արդեն։ Եվ վերջի խոսքը տվեք նրան իր ձեռքի պտղից և թող նրա արարքները գովեն նրա քաղաքի դարպասներում։ Թող ուրիշներ իրան գովեն, ասում է։ Իրա ձեռքի պտղից տվեք նրան։ Իրա ձեռքի պտղից։ Ինքան կարևոր է, որ սա ունենան մեր կանայք, մեր քույրերը։ Եվ իրա ձեռքի պտղից կուտեն։ Գիտեք, որ ձեռքի պտղից, ձեր ձեռքի պտղից տղամարդիկ էլ են օրհնվում, օգտվում։ Եվ ասում է նրանք կգովեն քաղաքի դարպասներում, ամեն տեղ կգովեն նրան։ Բայց ամենակարևորը, որ Տերը կգովա։ Տերը կգովա, այո։ Երբ որ այդ առաքինի կինը տեսնի։ Այսօր աշխարհը ինչով է զբաղված։ Տես, այս տոնը, որ ասում եմ, ստեղծվեց ինքը ինչ բերեց։ Գենդերային հավասարություն։ Եվ հանկարծ մեկ օր բարձրանում են աղջիկներ, կանայք, որ ասում են, մենք այլևս չենք ուզում կին լինել։ Մենք հոգնել ենք։ Եվ այսօր էլ զարգացել է գիտությունը, գնանք և տղամարդ դառնանք։ Բայց ինքը վերջ իրա ներսում ով է։ Ինքը ով է իրա ներսում։
Աստծո ստեղծագործություն։ Ում կարա անօրենը ընեց այնպես բղծի, որ մարդը որոշի, որ ինքը կին չի։ Բայց ինչ մեծ պատիվ է տրված Աստծուց կնոջը։ Եվ այս ամենը սիրելիներ ցույց է տալիս, որ վերջն է։ Վերջը շատ մոտ է, որ կարա Աստծո ստեղծագործությունը այսպես բղծվի, ջնջվի, եւ գիտեք դրանով ինչ անում սատանան, ծաղրում է մարդուն։ Ուղղակի ծաղրանքի է ենթարկում մարդուն, Աստծո ստեղծագործությանը, ով ստեղծվել է Աստծո պատկերով եւ նմանությունով։ Եվ տղամարդիկ կին են դառնում, կանայք տղամարդ են դառնում։ Գենդերային հավասարությունից են խոսում, իրավունքներից են խոսում եւ մեջտեղ են բերում պղծությունը, անարգանքը։ Գիտեք սատանան ինչի համար է մարդուն ատում ու պղծում, որտեղ մարդու մեջ Աստծուն է տեսնում։ Երբ որ սատանան մարդուն տեսնում է, մարդու մեջ Աստծուն է տեսնում, դրա համար ատում է մարդուն։ Երբ որ այդպես ծաղրանքի է ենթարկում, ինքը ծիծաղում է ոչ թե մարդու վրա, այլ Աստծո վրա։ Ցավոք սրտի։ Բայց երբ որ ամեն մեկ իր տեղում լինի, երբ որ կինը առաքինի լինի, տղամարդը տղամարդ լինի, թասիբով, շնորհքով, պատասխանատվությունով սիրի իր կնոջը, սիրի իր ընտանիքին, բարձրացնի իր ընտանիքին։ Եվ կինը լինի առաքինի համեստ իր տեղում։ Այդ ժամանակ մենք կարանք փոխենք այս աշխարհը։ Այս վերջերս մեր ավագ հովիվը շատ լավ էր գրել։ Տերը փոխի քեզ, թող Աստված փոխի քեզ, որ դու էլ փոխես այս աշխարհը։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Եկեք կանգնենք սիրել աղոթենք։